Պետությունը կշարունակի խրախուսել օրինապահ հարկ վճարողին։ Մասնագիտական տոնին ապրիլի 19-ին ընդառաջ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ընդունեց գործադիրը։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը կտրամադրվի անժամկետ, նրանց գործունեությունը կմշտադիտարկվի եռամսյակային կտրվածքով։ Փոփոխությունները ներկայացրեց պետնախագահը։ Համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0.8 գործակից, ինչը նշանակում է 20%-ով նվազեցնել ռիսկերը, ինչը նվազեցնելու է համալիր ստուգումների հաճախականությունը նման հավաստագիր ունեցողների մոտ։ Վարչապետի խոսքով կարևոր է, որ հարկը հասնի նախատեսված պետական բյուջեի հասցեով, որ երկրում առկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է։ Հարկն ըստ նրա պետության կարևորագույն ատրիբուտներից է։ Քաղաքացիների բարեկեցությունն էլ կախված է նրանից, թե պետական համայնքային բյուջեները ինչքան են ծախսում դրա վրա։ Հետևաբար հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև համարում եմ քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն։ Մեզնից ոչ մեկը չի կարող ինքը իր համար ճանապարհ կառուցել։ Մեզնից ոչ մեկը չի կարող իր երեխայի համար դպրոց կառուցել։ Մեզնից ոչ մեկը չի կարող իր համար բժշկական կենտրոն կառուցել։ Հետևաբար բյուջեն ոչ թե մենք տալիս ենք ուրիշին, այլ բյուջեն մեր ընտանեկան ներդրումն է մեր ընդհանուր խնդիրները լուծելու համար։ Պետության մոդելը ճշգրիտ ընտանիքի մոդելն է։ 2017-ի համեմատ 2025-ին բյուջեի եկամուտները աճել են 130%-ով։ Պետական համակարգի քաղաքացիների տնտեսվարողների համատեղ ջանքերի արդյունքներով են վարչապետի խոսքով կառուցվում դպրոց, մանկապարտեզներ, ճանապարհներ, ներդրվում առողջության ապահովագրությունը, բարձրացվում կենսաթոշակներ։ Մեր գործունեության խնդիրներից մեկը հենց սա է։ Ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն, արդյունք գեներացնեն, հարկեր վճարեն, հետո դրա ծախսման արդյունքում գործունեության ավելի լավ պայմաններ ապահովեն։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ գնումների համակարգին, որի հետ կապված քննարկում է ունեցել նաև խոշոր գործատուների հետ հանդիպմանը։ Նկատեց միշտ չէ, որ նվազագույն գնի համակարգը բերում է ճիշտ արդյունքի։ Առաջարկ կա նվազագույն գնի դեպքում նախատեսել լրացուցիչ գործոններ։ Եթե մարդը ունի օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ, կարող է արդյոք դա լրացուցիչ միավոր ավելացնել, օրինակ գնման գործընթացում մրցույթային տրամաբանության մեջ, որպեսզի ինչ որ առավելություն ստանա, թեկուզ ոչ վճռական այդ բանի բերումով։ Հաջորդ գործողը կա, մենք առաջիկայում նաև որոշակի ռեյտինգավորում ենք, իրականացնելու ընկերությունների։ Նվազագույն գնի քաղաքականությունը պետք է լավարկենք, որովհետև որպեսզի համոզվենք, որ դա նվազագույն ռացիոնալ գին է եւ նախագիծը իրականացնելու եւ ոչ թե ընդհակառակը նախագիծը ձախողելու գին է։ Օրինապահը գուցե գնային առավելություն չստանա, բայց իրար հետ կմրցեն միայն օրինապահները։ Գնումների վերանայվող համակարգի մասին մանրամասնեց փոխվարչապետը։ Հարկերը պատշաճ վճարելը եւ օրինապահ լինելը այն նախապայմաններից մեկն է, որը թույլ կտա այդ կառուցապատողներին, շինարարներին հայտնվել այդ կարճ ցուցակում։ Հետո բոլոր իրար նման օրինապահների միջև մենք կանցկացնենք գնային հարցում եւ ով կտա ամենացածր գինը, նա կիմանա, որ մրցում է իր նման բարեխիղճ հարկ վճարողների հետ եւ արդեն ամենացածր գինը տալով կհայտնվի այդ պայմանագիրը վերցնելու տեղում։ Մեծածավալ կառուցապատման աշխատանքների այս փուլում վարչապետը կարևոր է համարում ամենաթանկ ռեսուրսի ժամանակի գնանշումը։ Պետ ղեկավարի կարծիքով օրինապահությունը այնքան պետք է կատարելագործվի, որ ներդրվի պետական աջակցության բոլոր ծրագրերում, որ օգտվեն գնումներին մասնակցեն հավաստագիր ունեցողները։ Հարկ ասելով, այդ բանի մեջ են գզիրն ընկավ դռնեդուր, էլ չթողեց տուն կտուր եւ այլն եւ այլն եւ այսինքն այս տրամաբանությունն է ու մենք պետք է առերեսվենք սրա հետ որովհետեւ ուրիշ բացատրություն չկա մենք պետք է առերեսվենք սրա հետ բարձրաձայնենք որովհետեւ մեր պատմության հատորյակների ասենք շատ ծավալուն էջերեն էր թե ինչպիսի բանի հարկային հարստահարման են ենթարկվում պարսկական կայսրության կողմից, մոնղոլ թաթարական բանի կողմից, օսմանյան կայսրության կողմից, ռուսական կայսրության կողմից եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այդ հարկի ու իմ ընկալումը եւ համոզմունքն է, որ պետության եւ հարկի նկատմամբ մեր վերաբերմունքը այս պատմական բանի հիշողության արտահայտությունն է։ Մենք չենք ֆիքսել, որ այս պետությունը այլևս մերն է, մեր պետությունը մեզ համար է, այդ հարկը հավաքում
Նշվեց նաև սոցիալական ծրագրերում հասցեականության ապահովման անհրաժեշտության մասին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը առաջին քայլն արել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ինստիտուտը ինտեգրելով 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրին։ Ապրել ենք մի իրականության մեջ, երբ որ G կարգի Mercedes քշողը նպաստ է ստացել։ Մեր խնդիրը այն չի, որ այդ մարդը ստանում է։ Մեր խնդիրը այն, որը կարիքը չունի։ Մեր խնդիրն այն է, որ նա, ով ավելի շատի կարիքը ունի, մենք չենք կարողանում G կարգի Mercedes քշողի պատճառով չենք կարողանում մյուս կարիքավորի համար ավելի որակյալ ծառայություններ մատուցել։ Կառավարության որոշմամբ կստեղծվեն անհրաժեշտ իրավական հիմքեր Երևանի Բաբաջանյան աշտարակի խճուղ ու անավարտ հատվածի կառուցման եւ տեղհսկողության գնման գործընթացների կազմակերպման համար։ Այդ հատվածի կառուցումը նախնական պայմանագրով ամբողջությամբ չի իրականացվել։ Պայմանավորված ճանապարհի ազդեցության գոտում գտնվող գույքերի նկատմամբ սեփականության օտարման գործընթացների շրջանակում առաջացած դատական վեճերով եւ սահմանափակումներով։ Անավարտ հատվածի կառուցման աշխատանքների մեկնարկը պահանջում է նախագծանախաշվային փաստաթղթերի վերանայում, փորձաքննություն, քանի որ պետք է նշեմ արկա նախագծերը եւ նախագծային լուծումները կազմվել հաստատվել են դեռևս 2015-16 թվականներին եւ տարիների ընթացքում տեղանքում դրսեւորվել են ֆիզիկական եւ ինժեներական տարբեր փոփոխություններ, մենք այդ մասով հետազոտել ենք, ուսումնասիրություն ենք կատարել նաեւ տեղանքում։ Գալիք ամիս ու կեսվա ընթացքում փաստացի աշխատանքները պետք է սկսենք, ֆիզիկապես պետք է սկսենք, այս բային ավարտվում է նախագծման, վերանախագծման աշխատանքների հիմնական, այսպես ասած, մեծ փաթեթը, որից հետո իրականացվելու է դետալացված որոշակի աշխատանք, սա հյուսիս-հարավ ճանապարհի կարևորագույն հատված է։ Կառավարությունը կսուբսիդավորի գյուղացիական տնտեսություններին վաճառվող պարարտանյութերի գինը։ Առաջարկում է պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորում 50 կիլոգրամ քաշով 1 պարկի վաճառքի գնի եւ 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի քան 3000 դրամը։ Անհրաժեշտություն առաջացել է հաշվի առնելով համաշխարհային շուկայում պարարտանյութերի գնաճը։ Ուրախալի է, որ Մերձավոր Արևելքում իրադրությունը որոշակի դրական զարգացումներ ունի, էական դրական զարգացումներ ունի, մասնավորապես Հորմուզի նեղուցի մասով, եւ պարոն Գևորգյան, այստեղ շատ կարեւոր եմ համարում, որ մենք ճիշտ մոնիտորինգ անենք շուկան, որովհետեւ ցավոք երբեմն մեր մոտ լինում են դրսևորումներ, երբ որ ճգնաժամերը առաջանում են, գնաճերը արձանագրվում են, բայց երբ որ ճգնաժամերը հանգուցալուծում են, գները այդքան էլ բանը հաճույքով չեն վերադառնում իրենց նախկին տեղերին։ Վարչապետը մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին հորդորեց հետևողականորեն վերահսկել շուկան։ Մայա Խաչատրյան, լուրեր։